Սուրբ Աննա եկեղեցում ծաղկազարդի պատարագի ժամանակ լարվածություն է առաջացել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների ու քաղաքացու միջև։ Կադրում երևում է, թե ինչպես են Փաշինյանի եկեղեցուց դուրս գալու պահին նրանք քաշքշում մի երիտասարդի։ Հավատացյալներին բարկացրել այս ամենը եւ առաջացել է լարված իրավիճակ։ Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ իրականում երիտասարդն է սադրել, փորձել հարվածել Փաշինյանին, ինչի պատճառով էլ իրեն փորձել են սաստել։ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ Հանրապետության բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է Սուրբ Պատարագ։ Հավատացյալները տուն են տանում օրհնված ճյուղեր, որոնք պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ։ Այս ավանդույթը ունի բարիքի ու առատության խորհուրդ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի բարձր տնօրինությամբ ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Ալեն Սիմոնյանի հետ ընդհանուր ունեցած քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով, հայտնել են քննչական կոմիտեից։ Օրերս ազգային ժողովի դիմաց Միքայել Մարգարյանը մոտեցել էր ազգային ժողովի նախագահին հայհոյել եւ սադրել։ Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ եւ Իսրայելի հարվածներից 5 մարդ է զոհվել, եւս 2-ը զոհվել են Գիլանում։ Կադրում քիչ առաջ հարձակման ենթարկված Շիրազի էլեկտրոնիկայի գործարանն է։ Ըստ Washington Post-ի, Պենտագոնը պատրաստվում է Իրանում ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողություններին։ Պարբերականը պարզաբանել է, որ դրանք կարող են տևել մի քանի շաբաթ եւ չեն ներառի լիամասշտաբ ներխուժում։ Աղբյուրների համաձայն այս գործողությունների նպատակը կարող է լինել Խարկ կղզու գրավումը կամ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ափամերձ տարածքներում զենքի ոչնչացումը։ Այս հայտարարություններին ի պատասխան Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես է եկել հայտարարությամբ մեջբերում թշնամին բացահայտ ուղարկում է բանակցային ազդանշաններ, մինչդեռ գաղտնի ծրագրում ցամաքային հարձակում, մեջբերման ավարտը։ Իսրայելը հարվածել է Լիբանանի Բինթ Ջբեյլ քաղաքի հիվանդանոցին։ Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, թե իրենց նպատակը միայն ահաբեկիչներին վերացնելն ու խաղաղություն հաստատելն է, սակայն հրթիռային հարվածները կարծես այնքան էլ չեն համընկնում վարչապետի խոսքին։ Երկրի պաշտպանության բանակը կադրեր է հրապարակել Իրանի հրամանատարական կենտրոններին հարվածների պահից։ Ժամանակավոր եւ շարժական հրամանատարական կենտրոնները եղել են Իսրայելի վերջին հարձակումների մշտական թիրախում։ Վերջին օրերին Իսրայելի Պաշտպանության բանակը պարզել է, որ իրանական ռեժիմը սկսել է իր հրամանատարական կենտրոնները տեղափոխել շարժական ստորաբաժանումներ, այն բանից հետո, երբ մռնչացող առյուծ գործողության շրջանակներում հարվածներ են հասցվել իր հրամանատարական կենտրոնների մեծ մասին։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյուններ են հնչել, իրանական հրթիռները ողջ գիշեր հարվածել են ԱՄՆ Վիկտորիա ավիաբազային։ Պայթյուններ են հնչել նաև Բաղդադի օդանավակայանի եւ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում։ Իրանական ԱԹՍ-ն ընկել է Էրբիլ քաղաքում, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են լիբանանցի լրագրողներ։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին դատապարտել է նրանց թիրախավորումը եւ սպանությունը, այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Սա կոպիտ հանցագործություն է, որը խախտում է լրագրողներին պաշտպանող բոլոր նորմերն ու համաձայնագրերը, ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ լիբանանյան ռազմական աղբյուրները հայտնել էին, որ լիբանանցի 2 լրագրողները զոհվել են Ջիզին շրջանում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ կինը առաջին անգամ հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք առաջին անգամ դիմել են Վենեսուելայի ժողովրդին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Ամուսիններն այդ մասին հայտնել են Մադուրոյի սոցցանցում։ Նրանք իրենց ուղերձում կոչ են արել հայրենակիցներին աշխատել երկրում խաղաղության պահպանման ուղղությամբ, ամրապնդել ազգային միասնությունը, ձգտել հաշտության, ներման եւ միավորման։ Ընդգծել են, որ երկրին անհրաժեշտ է համախմբում եւ կայունություն առկա դժվարությունները հաղթահարելու համար։ No kings! ԱՄՆ-ում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ցույցերի ընթացքում քաղաքացիները հնչեցրել են ոչ թագավորներին կարգախոսը։ ԱՄՆ ավելի քան 3000 բնակավայր, միլիոնավոր մարդիկ են միացել բողոքի այս ալիքին։ Այն կարող է դառնալ ԱՄՆ պատմության ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը, այսպես են որակավորել տեղի ունեցողը լրատվամիջոցները։ Կազմակերպիչները նշել են, որ բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, այդ թվում Իրանի դեմ
պատերազմի, դաշնային ներգաղթի վերահսկողության դեմ։ Մեջբերում Թրամփը ցանկանում է մեզ կառավարել որպես բռնակալ, բայց սա Ամերիկան է եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե թագավոր դառնալ ցանկացողներին կամ նրանց միլիարդատեր ընկերներին։ Մեջբերման ավարտ։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը բողոքի ցույցերն անվանել է Թրամփի դեմ ուղղված խելագարության թերապիայի սեանսներ։ Նա հեգնել է ու նշել, որ այս ամենը հետաքրքրում է միայն լրագրողներին, որոնց վճարում են այդ ամենը լուսաբանելու համար։ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները սկսել են սուլել իր հակաուկրաինական կարծիքը արտահայտելուց հետո։ Իր ելույթի ժամանակ Օրբանը կրկնել է իր նախկինում հնչեցրած արտահայտությունը, որ Ուկրաինան ֆինանսական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերում Հունգարիայի ընդդիմությանը, իր երկրի համար չակերտավոր բարեկամ կառավարություն հաստատելու նպատակով։ Այս խոսքից հետո հնչել են սուլոցներ ու վիրավորական մեկնաբանություններ։ Ընդդիմադիրների ծաղրական վերաբերմունքը հունից հանել է նախագահին։ Մեջբերում դուք Ուկրաինայի սայլն եք առաջտանում, փոխանակ ձեր երկրի կողքին կանգնելու։ Ուզում եք Ուկրաինամետ կառավարություն եւ հունգարացիների փողը ուղարկել Ուկրաինա։ Մեջբերման ավարտ։ Դաժան ավտովթար է տեղի ունեցել Լուգանսկում, մոտոցիկլավարը մեծ արագությամբ սլանալով բախվել է լուսացույցի տակ կանգնած մեքենային, վերջինս էլ հարվածել է իր դիմացի մեքենային։ Մոտոցիկլավարը տեղում մահացել է, մեքենաների վարորդները ստացել թեթև վնասվածքներ։